Եղբայր արդեն գնում ենք մի հատ էլի գոնե խնդրում եմ։ Մի հատ եմ ուզում ձեզ տալ, պարոն վարչապետ։ Դուք այսօրվա խաղաղության օրակարգը բերում եք այնպիսի հարտակում, որ այսօր ձեր թեզերից մեկը նախատեսում է ժողովրդին ներկայացնել, որ Հայաստանը այլևս անկախ պետություն է եւ հագամարտության գոտու չի գտնվում եւ որևիցե խնդիր չի առաջանում մեր սահմանագծում։ Մենք պայմանագիր ենք կնքել խաղաղության, այդպես է։ Չէ, մենք պայմանագիրը նախաստորագրել ենք, խաղաղության հռչակագիր ենք ընդունել, որ այո։ Իսկ դուք որպես վարչապետ լինելով պաշտոն եք, դուք երաշխավոր կարող եք կանգնել մեր երկրում, որ ադրբեջանական կուսակցության չի փորձում հակամարտություն ստեղծել։ Դրա համար դիվանագիտություն կա, միջազգային հարաբերություններ կան, հասկանում եք։ Հակամարտության համար պետքա լինի հիմնավորում եւ պատճառ։ Բա մենք ինչ ենք ասում, որ մեր ռազմավարությունները պետքա հիմնված լինեն լեգիտիմության վրա, որովհետեւ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների լեգիտիմ մեր իրավունքները պաշտպանելը դա մեր պետական իրավունքն է եւ մեր տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը, բայց մենք հիմա նախընտրական ծրագիրը մեր կհրապարակենք առաջիկանում, որտեղ մանրամասն նկարագրված է անվտանգության մասին մեր պատկերացումները եւ անվտանգության մասին մեր պատկերացումները հենված է լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության եւ իհարկե զինված ուժներն են մենք զարգացնում, բայց մենք զինված ուժերը համարում ենք անվտանգության ռեզերվ, ոչ թե անվտանգության առաջին օղակ։ Դրա մասին բազմիցս խոսում։ Հարգելի պարոն վարչապետ, եւս այսպեսի մի հարց։ Ի պաշտպան եք, դուք ասում եք պետք է ունենանք լեգիտիմ հիմքեր։ Մենք ունենք, ես չեմ ասում։ Ովքեր մեր լեգիտիմ հիմք է, սովա մեր անվտանգությունը, ճիշտ է, առաջնահերթություն։ Այո, մեր դիվանագիտությունը, մեր դիվանագիտությունը, խողովակներով աշխատանքներ տալը։ Մեր անվտանգային համակարգը ով է երաշխավորում, զինված ուժերը։ Խնդրում եմ ներկայացնել։ Մենք ոչ թե պետք է ունենանք, այլ ունենք միջազգայինորեն ճանաչված տարածք, մենք մեր բոլոր բավականին, սկսած մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, դուք որպես հայ, ես հասկանում, որպես հայ եւ վարչապետ, դուք ընդունում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Սարգսյան ջան, հայկական տարածքի մասին խոսք չի, ես հարց եք տալիս, ի պաշտոն եմ հարց տալիս, ձեր փոխարենով է լինեք, կարող ենք նմանատիպ հարցեր։ Մի րոպե սպասեք, ուրեմն, թող, այո, լսում եմ ձեզ։ Ես ասել եմ, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել։ Ես Սահակյան, մի րոպե հարց եմ տալիս։ Ընկեր Սահակյան, մի հատ ենք կոմկը։ Բարով ես եկել 1000 Այո, հանրությանը պետք է հստակեցնել, որ այո, ժողովուրդը ուրեմն մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է անկախ Հայաստանի տարածքը Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքն է, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը խորհրդային սոցիալիստական Ադրբեջանի տարածքն է եւ հետեւաբար, քանի որ խորհրդային միության ժամանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետությունը խորհրդային ժամանակահատվածում այլ քարտեզներ ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե երբ ճանաչվել է անկախ պետություն, սուտ կարող լինել։ Չէ՞ որ մենք ձեր հարցին պատասխանեցինք։ Մենք ունեցել ենք 94 թվականին հստակ միակ քարտեզ։ Արցախը նույնպես ներգրաված է Հայաստանի Հանրապետության որպես տարածք։ Քարտեզների հիմա չեն կարող։ Սա ես չեմ համարում հիմնական քարտեզ։ Դուք չեք համարում, դա ձեր խնդիրն է, մենք համարում։ Մի հարց եւս մեկամ եւ կարողանեք եւ գնացեք։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի նախագահ եւ վարչապետ, ճիշտ է։ Եվ նաեւ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության ամենայն հայոց կաթողիկոս։ Դու գերագնահատում եք կամ գերադասում եք ամենաբարձրը գերագնահատում է կաթողիկոս անունը վարչապետ կամ չի կարա տես բանել։ Հայաստանի մի րոպե սպասեք։ Մենք ղեկավարում ենք 3 միլիոնի, այդ ամենայն հայոց կաթողիկոսը, արի մի հատ անցես կողմ, հայոց կաթողիկոսը, լսեք, Հայաստանի Հանրապետությունում համադրություն կա այդպիսի օրենք, որ կարող ենք կարգել, չէ որ նա նախարար չի, որ կարողանա
հանեք եւ տնեք։ Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս կնիով կնի, չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ գործի։ Չի կարող դեմ գործել, այո, չի կարող Ուրեմն գործել։ Հայաստանի Եվ նա չի լսի գործել։ մի րոպե, լսի ինչ եմ Ասում ասում։ եմ մատնել, դել Լսի Հարգանք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող արվել։ Ոչ մի բան։ Իսկ միջև Ոչ մի բան։ գոյություն Եկ չեք ունեցել մի րոպե որպես սպասի։ պետություն, որպես պետություն մեկ Լսի, գոյություն չեք լսի։ ունեցել։ Ուրեմն ղեկավարը, եկեղեցի, մի րոպե, ու մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս, քեզ համար կաթողիկոս կա, ինձ հայ համար ազգի կարողը ձեզ համար չլինի։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք, Եվ բոլորն են լսեք, ես դուք կարող ներկայացնեք միայն ձեզ։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Ես Հանրապետություն։ հարգում եմ որպես վարչապետ։ Տեսեք, ասում եմ, ես դուք բոլորս պետք է հարգենք մեր կաթողիկոսին։ լսեք, վերջին բառը։ Դուք մի րոպե, որպես վարչապետ, եղեք հայկան լեգիտիմ, որ կարողանանք հարգել մեր կաթողիկոսին։ դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Հայ ժողովուրդ ներկայացնում է կաթողիկոսին, որպես ամենայն 100 հազարավոր հայ ժողովուրդ ես եմ 100 հազարավոր հայ ժողովրդի ներկայացուցիչը, որտեղ իրանք քվեարկել են Տեսեք,